Սիրելի հայրենակիցներ, այսօրվա հանրահավաքի հիմնական ելույթի պատիվը վերապահված լինելով Գագիկ Ծառուկյանին, ես կբավարարվեմ ընդամենը մի քանի դիտարկումներով։ Առաջին, նոր համաժողովրդական շարժման առաջին երկու հանրահավաքների բազմամարդությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության մի հուժկու գործընթաց, որը հաջողությամբ պսակվելու լուրջ հեռանկար ունի։ Ուստի կոչ եմ անում ամենևին ուշադրություն չդարձնել ընդդիմադիր համարվող որոշ լուսանցքային մարգինալ ուժերի կողմից հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հետևած հիստերիկ արձագանքին։ Նման հակազդեցությունը միանգամայն բնական է և բացատրվում է չափազանց պարզ մի պատճառով։ Շատ ավելի լուրջ քաղաքական ուժեր, որոնք իբրև թե 70 տարի պայքարել էին Հայաստանի անկախության վերականգնման համար, երբ 1990-91 թվականներին այդ խնդրի, այսինքն անկախության խնդրի լուծման հնարավորությունը իրական դարձավ, մեկ ակնթարթում փոխեցին իրենց դավանանքը և կտրուկ դեմ արտահայտվեցին անկախությանը։ Ինչու՞։ Որովհետև այն ձեռք էր բերվում ոչ թե իրենց, այլ ուրիշների շնորհիվ։ Նույն բանն է, որ տեղի է ունենում այսօր։ Իրենց ընդդիմություն համարող որոշ լուսանցքային ուժեր, սարսափած համաժողովրդական շարժման հզոր ալիքից և հաղթանակի հասնելու նրա հեռանկարից կատաղի պայքար են սանձազերծել, նույնիսկ Սերժից ու նրա վարչախմբից ավելի կատաղի, վերջինիս դեմ, այսինքն մեր դեմ, ձեր դեմ, նախընտրելով, որ Սարգսյանական ավազակախումբը 100 տարի էլ իշխի Հայաստանում, անխնա թալանի սեփական ժողովրդին ու հիմնահատակ կործանի երկիրը, միայն թե իշխանափոխությունը չկատարվի ուրիշների ձեռքով։ Նրանց կարծիքով Հայաստանում նախ պետք է ընդդիմափոխություն տեղի ունենա և հետո միայն իշխանափոխություն, ջհանդամը թե արանքում երկրից բան չի մնա։ Ահա սա է նրանց դավանանքը։ Լուսանցքային ուժերի պարագայում առկա է նաև ֆրուստրացիայի, այսինքն վհատության, հուսախաբության մեջ ընկնելու մի այլ ծանրակշիռ պատճառ։ 3 տարի շարունակ պնդելով, քարոզելով, թե Ծառուկյանը խաղ է խաղում Սերժ Սարգսյանի հետ և որ Բարգավաճ Հայաստանը ոչ մի պարագայում ընդդիմություն չի դառնալու, այսօր նրանք հայտնվել են իրենց կանխատեսման մեջ խայտառակ լինելու փաստի առջև։ Ես չեմ հասկանում, որ այսքանից հետո, այսպիսի խայտառակ լինելուց հետո, նրանք այսուհետև ինչպես են զբաղվելու քաղաքականությամբ և ով է հավատալու նրանց մյուս կանխատեսումներին։ Մի խոսքով, լծվելով, գլխովին լծվելով, համաժողովրդական շարժման դեմ ծավալված պայքարին, մարգինալ ուժերը դարձել են Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ դաշնակիցները, ոչ մի դեմագոգիայով թող ձեզ չխաբեն, որովհետև եթե ճիշտ է քաղաքական այբուբենի կարևոր տարրերից մեկը հանդիսացող թշնամուց թշնամին իմ բարեկամն է, բանաձևը, ապա նույնքան ճիշտ է ընդդիմությունը իշխանության բարեկամն է։ Այլ կերպ մեկնաբանելու պարագայում դավաճանված կլինեն տրամաբանության ամենապարզ կանոնները։ Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ես չխոսեցի նույն օրը Եվրասիական միությանը Հայաստանի անդամագրման պայմանագրի ստորագրման փաստի մասին։ Քանի որ դա տեղի էր ունեցել
հանրահավաքից ընդամենը մի քանի ժամ առաջ, իսկ եթե ինձ լավ եք ճանաչում, ես սովորություն չունեմ ոտքի վրա հապշտապ գնահատականներ տալու։ Այժմ ես պատրաստ եմ այդ արդիվ ձեզ ներկայացնել իմ որոշ նկատառումները։ Նախ նշեմ, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամագրումը, այսինքն այն, որ Հայաստանը պիտի դառնա Եվրասիական միության անդամ, նշել էի դեռևս ամիսներ առաջ նշել էի, որ դա անշրջելի է։ Իսկ Մինսկում կնքված պայմանագրի ուժով դա արդեն կատարված փաստ կամ կայացած իրողություն է, ինչը իմ կանխատեսման հաստատումը լինելուց բացի նշանակում է, որ տեսանելի ապագայում, շատ ուշադիր ես բառերը ճշգրիտ եմ արտասան, տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու և կենսագործելու է այդ համակարգի շրջանակներում, այսինքն Եվրասիական միության շրջանակներում։ Հետևաբար, տվյալ իրողության հետ կապված, իրողությունը ռեալիթի բառն է, ռեալություն, տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում այլևս ուշացած, անիմաստ և վնասակար է։ Իրականության զգացողությունը չկորցրած մարդու համար, եթե ոչ այլ բան, ապա միայն թեկուզ Ուկրաինայում վիճակված ողբերգական կացությունը բավական է դրանում համոզվելու համար։ Մեծաքանակ բնակչությամբ, հսկայական տարածքներով, անծայրածիր դաշտերով և հարուստ բնական պաշարներով օժտված Ուկրաինան հակառակ իր կրած ծանր կորուստներին մի օր հաստատապես ոտքի կկանգնի և արժանի տեղ կզբաղեցնի բարգավաճ ու հզոր պետությունների կողքին։ Միթե ոմանց համար դժվար է հասկանալ, որ Հայաստանին Ուկրաինայի կորուստների անգամ 1/10 բաժին ընկնելու պարագայում մեր երկիրը պարզապես կվերանա աշխարհի քարտեզից։ Էլ ուրիշ բաներ պետք ձեզ ապացուցելու համար։ Տարօրինակն այն է, որ նույնիսկ արևմուտքը ըմբռնումով է մոտենում Հայաստանի կատարած ընտրությանը։ Մինչդեռ մեզ մոտ մի բուռ մարդիկ ոչ մի կերպ չեն ուզում հաշվի նստել իրականության հետ և փորձում են մեր երկրում արհեստականորեն հակառուսական տրամադրություններ հրահարել։ Առանց մտածելու դրա հետևանքների մասին և առանց հասկանալու, որ Հայաստանում այդպիսի տրամադրությունների հող չկա։ Հիմա ինչ է թե Հայաստանը Սարգսյանական վարչախմբի ձախորդ քաղաքականության և անխուսափելի զարգացումների հետևանքով հայտնվել է Եվրասիական միությունում, դրա համար ինչ է, ազգովին սուգ հայտարարենք, ողբանք, լաց լինենք, անդադար նվնվոցներով թևաթափ անենք և վերջնականապես վհատեցնենք մեր ժողովրդին, թե հակառակը, թևներս քշտենք և օգտվելով այդ միության ընձեռած հնարավորություններից, իսկ չկա մի համակարգ, որ հնարավորություններ չպարունակի, և փորձենք շենացնել, բարեկարգել մեր երկիրը։ Հայաստանի խնդիրը ըստ այդմ Եվրասիական համակարգում այնպիսի օրինակարգ, լեգիտիմ, ամբասիր, արժանապատիվ և վստահելի իշխանություններով ներկայանալն է, որն ի վիճակի կլինի տվյալ համակարգի ընձեռած հնարավորությունները առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձությունները հասցնելու նվազագույնի։ Քանի որ ակնհայտ է, որ Սարգսյանական ռեժիմը այն իշխանությունը չէ, որն իզորու է իրականացնել այդ առաքելությունը, սա էլ մի լրացուցիչ հիմք է այդ ռեժիմից շուտափույթ կերպով ազատվելու համար։ Ես համոզված եմ, որ վերը նշված արժանիքներով օժտված նոր իշխանությունների ձևավորման պարագայում Եվրասիական միության կազմում անգամ Հայաստանը կարելի է դարձնել
արևմտյան կամ համամարտկային արժեքների, այն է ժողովրդավարության, խոսքի, մամուլի, խղճի ազատության, մարդու իրավունքների, շուկայական տնտեսության վրա հիմնված իրավական պետություն։ Սա մենք կարող ենք անել։ Ուստի իմ կարծիքով չափազանցված են և իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում նաև Եվրասիական միությանը անդամագրվելու հետևանքով Հայաստանի ինքնիշխանության կամ սուվերենության կորստի մասին խոսակցությունները։ Ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործադրելու ունակություն, ցանկացած միջազգային կազմակերպության անդամագրվելով և այդ կազմակերպության անդամների հետ փոխադարձ պարտավորություններ ստանձնելով, պետությունները սեփական կամքով մասնակիորեն կորցնում են իրենց ինքնիշխանությունը, որովհետև զրկվում են այդ պարտավորությունների շրջանակում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից։ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, Եվրոմիության անդամ և միջազգային կոնվենցիաներին միացած բոլոր պետությունները այսպիսով կորցրել են իրենց ինքնիշխանության մի մասը, այդ թվում Ամերիկան էլ, Ֆրանսիան էլ, Չինաստանն էլ, բոլորը, որտեղ կա կանոնադրություն, որոնց պետք է այդ երկրները ենթարկվեն և իրենք չեն կարող որոշումներ կայացնեն, որոնք հակասեն այդ կանոնադրության այդ դրույթներին։ Դա նշանակում է, որ եթե անգամ Եվրասիական միության փոխարեն Հայաստանը ստորագրեր Եվրոասոցիացիան պայմանագիրը կամ նույնիսկ միանար Եվրոմիությանը, միևնույն է զրկվելու էր իր ինքնիշխանության որոշ մասից, գուցեև ավելի, քան Եվրասիականի պարագայում։ Մի խոսքով, Եվրասիական միությունում Հայաստանը այնքան ինքնիշխան է լինելու, որքան Ռուսաստանը, Ղազախստանը, Բելարուսը և Կիրգիզստանը։ Եթե Հայաստանում արժանապատիվ իշխանություն լինի, դրան կարելի է հասնել։ Ինձ միամիտի տեղ դնելով կարող են հակաճառել, որ Եվրասիական միությունում Ռուսաստանը այնուամենայնիվ ունենալու է թելադրողի դեր։ Մի պահ համաձայն եմ։ Իսկ ով ասաց, որ միջազգային մյուս կազմակերպություններում թելադրող չկա։ ՄԱԿ-ում օրինակ, այդ դերը կատարում են վետոյի իրավունքով օժտված գերտերությունները, իսկ Եվրոպական միությունում Գերմանիան և Ֆրանսիան։ Չեք տեսնում, թե մեր աչքի առջև այդ միության առաջատար պետությունները ինչպիսի խստագույն պայմաններ են դնում Բուլղարիայի, Ռումինիայի և մանավանդ Հունաստանի առջև։ Չեմ կասկածում, արդեն գուցե նույնիսկ գրել են այդ բաները, որ Եվրասիական միության վերաբերյալ այսօր հնչեցրած իմ մտքերը ոմանք ներկայացնելու են որպես ռուսամետության կամ հակաարևմտականության արտահայտություն։ Դա ինձ բոլորովին չի հուզում, որովհետև նախ իմ նյարդերը ամուր են, և երկրորդ, իմ մոտեցումը թելադրված է ոչ թե արտաքին որևէ կողմնորոշման նախընտրանքից, այլ բացառապես քաղաքական ռեալիզմի վերաբերյալ ունեցած իմ կայուն համոզմունքներից։ Իսկ ռեալիզմին դավաճանելը ինձ համար հավասարազոր է քաղաքական կուրության կամ արկածախնդրության, մանավանդ վտանգներով հղի այնպիսի իրադրությունում, որում մենք այսօր գտնվում ենք։ Երրորդ դիտարկումը վերաբերում է համաժողովրդական շարժման ղեկավարության կողմից հասարակությանը գործողությունների ճանապարհային քարտեզ և հստակ ժամանակացույց ներկայացնելու պահանջին։ Որևէ մեկին վիրավորելու մտադրություն չունենալով, անմիջապես հարկ եմ համարում նշել, որ սա անհիմն և քաղաքական առումով վտանգավոր պահանջ է։
քանի որ բռնապետության պայմաններում վճռական պայքարի դուրս եկած քաղաքական շարժումը չի կարող եւ իրավունք էլ չունի իր բոլոր քարտերը միանգամից բացել։ Պետք է հստակ տարբերություն դնել ռազմավարության, ստրատեգիայի եւ մարտավարական, տակտիկական հարցերի միջև։ Շարժման ստրատեգիան հայտնի է եւ որևէ գաղտնիք չի պարունակում։ Մենք բացեի բաց հայտարարել ենք եւ այսօր էլ հայտարարում ենք, որ ծրագրել ենք սահմանադրության շրջանակներում իրականացվող համաժողովրդական ճնշման տակ իշխանություններին հրաժարական պարտադրել, որից հետո անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Անցկացնել այդ ընտրությունները նախապես բնականաբար հիմնովին վերափոխելով ընտրական օրենսգիրքը եւ նրանում ընդգրկելով այնպիսի դրույթներ, որոնք այսուհետև կբացառեն լայնածավալ եւ համակարգային բնույթ կրող ընտրակեղտիկների հնարավորությունը։ Ստրատեգիայի հարցում կրկնում եմ եւ հարթակում ոչ ոք չի առարկի։ Ստրատեգիայի հարցում մենք միակամ ու վճռական ենք եւ գնալու ենք մինչեւ վերջ, այսինքն մինչեւ սարգսյանական ռեժիմից լիակատար ազատագրումը։ Այսինքն մինչեւ վերջնական հաղթանակ։ Հիմա ինչ վերաբերում է տակտիկային, այն է մեր հետագա գործողությունների բնույթին, քայլերի հերթագայությանը եւ միջոցառումների ժամանակացույցին, ապա դա հանրային քննարկման առարկա չի կարող դառնալ։ Եթե չեմ սխալվում, ես մեկ անգամ արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ երբ տակտիկան բացահայտվում է, այդ պահից այն դադարում է տակտիկա լինել։ Մի պարագայում, երբ պետությունները, քաղաքական կազմակերպությունները, տնտեսական կառույցները չխորշելով անգամ հետախուզական միջոցներից հսկայական ջանքեր են գործադրում հակառակորդի կամ մրցակցի տակտիկան պարզելու համար, ոմանք մեզանից պահանջում են, որ մենք մեր տակտիկական բոլոր մտահղացումները, ժամանակացույցը, միջոցառումների բնույթը սկուտեղի վրա մատուցենք Սերժ Սարգսյանին։ Այդպիսի բան չի լինի։ Շարժման տակտիկան բացահայտելու կարիքը չկա նաև մեկ այլ պատճառով։ Շատ կարևոր բան եմ ասում։ Այս հրապարակում հավաքված ժողովուրդը հիմնականում ՀԺԿ-ի, Ժառանգության, ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի համակիրներն են, որոնք լիովին վստահում են յուրաքանչյուրն իր կազմակերպությանը։ Կա մի մարդ, որ իր կազմակերպությանը չի վստահում։ Կա մի մարդ, որ իր կազմակերպության ղեկավարությանը չի վստահում։ Հետևաբար ոչ ոք հիմք չունի կասկածելու, որ նշված ուժերի առաջնորդները սեփական կազմակերպություններից ինչ որ բան են թաքցնում, շարժումը սխալ ճանապարհով տանելու նպատակով։ Քանի որ, ինչպես նախորդ հանրահավաքում նշեցի, ժողովրդի եւ մեր համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա, ինչը մեր բռնած գործի հաջողության միակ գրավականն է։ Ուրեմն, համաժողովրդական շարժման ղեկավարությունը կարող է եւ վաստակել է այդ իրավունքը ձեզանից հայցել տակտիկական հարցերը ինքնուրույնաբար լուծելու իրավասությունը։ Ես այս հարցը այսպես կախված չեմ թողնելու։ Ես այս հարցը հիմա դնում եմ քվեարկության։ Համաձայն եք շարժման ղեկավարությանը տալ այդ իրավասությունը։ Դեմ կա։ Ձեռնպա։ Ինչ ասեմ, շնորհակալություն։
Սա էլ մեր պատասխանը Չեմբերլենին։ Այսինքն չարախնդացող այն մարդկանց, ովքեր պնդում էին, թե իբր մենք հաշվի չենք նստում ժողովրդի կարծիքի հետ։ Այս որոշումը կայացրել է ժողովուրդը։ Շնորհակալություն։ Հիմա կներեք, ոնց որ շատ լրջացաք։ Ես ուզում եմ հիմա մի քիչ ձեզ զվարճացնել։ Մի վերջին հորդոր։ Քանի որ առջևում մեզ լարված պայքար է սպասում։ Խնդրում եմ դրանից ամենևին չնեղսրտել, չչարանալ, չմաղձոտել, այլ ամեն ինչին վերաբերվել վերևից, բարեհոգաբար, թեթև սրտով, նույնիսկ հումորով։ Հիշեցնեմ, որ հակառակ գերլարված իրավիճակներին հենց այդպիսի մթնոլորտ է տիրում 1988 թվականի փետրվարյան հանրահավաքների օրերին։ Ինչի վկայությունն են օրինակ այդ ժամանակ տարածված հետևյալ կատակները, սրամտությունները, անեկդոտները։ Սկսում եմ։ Հանրահավաքներից մեկի ժամանակ սանից ավելի շատ ժողովուրդ էր հավաքված։ Ժողովրդին է մոտենում մի կողմնակի մարդ ու հարցնում. ապեր ես ինչ հաշիվա։ Ինչի եք հավաքվեք գորգռում։ Պատասխանում են. Ղարաբաղն ենք ուզում։ Ղարաբաղը Սոչին ուզեք, Սոչին ավելի լավ տեղ է։ 88-ի փետրվարի 23-ի գիշերային երթի ժամանակ ցուցարարները միացեք վանկարկումներով կոչ էին անում մայթերին կանգնած մարդկանց միանալ երթին։ Երբ կինո հայրենիք անցել էինք, մայթին կանգնած տղաներից մեկը միացեք կոչին բարձրաձայն պատասխանեց. Արա, ձեր էշխելքին ընկա մաշնես կողին։ Այդ հրապարակում, այդ օրերին ազատության հրապարակում բազմությունը այնքան խիտ էր, հիմիկվա պես, որ հնարավոր չէր միմյանց ոտքերը չտրորել։ Երբ մեկը կողքի կանգնածին ասում է, կներես աղբեր, ոտը տրորեցի, վերջինս պատասխանում է, ոչինչ աղբեր ջան։ Երբ երկրորդ անգամ է տրորում, ու նորից ներողություն խնդրում, մյուսը թե ինչ ներողություն, աղբեր ջան, ցավը տանեմ, ազգի խաթեր ես մեծ գործում, մի տրորած ոտ ավել, մեկը պակաս, ինչ նշանակություն ունի։ Իսկ երբ երրորդ անգամ է տրորում ու էլի ներողություն խնդրում, մարդը ասում է, աղբեր ջան, էլի կներեմ, բայց հենց Ղարաբաղի գործը կպավ տալու եմ գլուխը ջարդեմ։ Հիմա չվախենակ, մինչև մեր հաղթանակը հանգիստ կարող եք իրար ոտքերը տրորել։ Երբ այս հրապարակում հնչեցին գործադուլի առաջին կոչերը, մի երիտասարդ հանրավաք այստեղ չէր, նախկին Կենտկոմի դիմաց, երբ որ են Դալգիխ Լուկյանով եկել էին Հայաստան։ Ուրեմն մի երիտասարդ բարձրացավ հարթակ և ասաց, այդ գործադուլների կոչեր էին հնչել, ասաց, ժողովուրդ ջան, այսօրվանից սկսած, մինչև Ղարաբաղի հարցի լուծումը, քյավառցի լինելով հայտարարում եմ, ոչ քյավառայությունը մի մարդու պես արաղադուլ է հայտարարում։ Համոզված եմ, որ նման կատակներ ու սրամտություններ ծնվելու են նաև այս շարժման ընթացքում։ Եվ դրանց առաջին նմուշները արդեն կան, ես հիմա չեմ ուզում ասել, կհավաքենք հետո։ Եվ սա շատ լավ է, որ կան։ Սա նշանակում է, որ մեզ բոլորիս սպասում է նույնպիսի հաջողություն, ինչպիսի հաջողության հասավ Ղարաբաղյան շարժումը։ Շնորհակալություն։